Երկու աթոռի վրա նստելու երևանյան փորձերն արդեն ամենօրյա ռեժիմով են փորձում կանխել ռուսները։ Պաշտոնական Ռուսաստանը պարբերաբար տարբեր դիվանագետների միջոցով Հայաստանին հորդորում է վերջապես որոշել ԵՄ թե ԵԱՏՄ։ Վերջին հայտարարությունը փոխարտգործնախարար Գալուզինն է արել, թե անհնար է միաժամանակ լինել ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում, բայց ըստ դիվանագետի ընտրությունը Հայաստանի ձեռքին է։ Միայն Հայաստանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի շահավետ գտնվելը։ Գալուզինն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն իրավահավասար պետությունների միություն է, մինչդեռ ԵՄ-ն կառույց է, որտեղ նրա խոսքով իշխում է ցուցափայտային կարգապահությունը, որը ենթարկվում է բրյուսելյան չինովնիկների կողմից իրականությունից կտրված հակառուսական նարատիվներին։ Հուսով ենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները եւ ԵԱՏՄ-ի հետ խզումից առաջացած կորուստների մասշտաբները կբացատրվեն հայ հասարակությանը, որպեսզի օբյեկտիվ պատկերացում ունենա իրականության մասին։ Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկն էլ նախորդին թեմային անդրադարձավ։ Ասաց, իհարկե Հայաստանի գործերին չեն խառնվելու, բայց հայկական կողմին կոչ արեց հետևանքների մասին մտածել, օգուտներն ու վնասները հաշվարկել։ Ռուս պաշտոնյան անգամ օրինակ բերեց, թե Ուկրաինան վաղուց է իր սահմանադրության մեջ ներառել Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը։ Հետո հռետորական հարց. ո՞րն է այս գործընթացում այդ երկրի առաջընթացը։ Հայաստանի կողմնորոշվելու ու վտանգները հաշվարկելու մասին այս իրադարձություններին ի դեպ նախորդեց տեղեկությունը, որ պաշտոնական Երևանը ՀԱՊԿ անդամավճարից հրաժարվում է։ Տնտեսական ու քաղաքական իրադարձությունները զուգահեռվում են, քաղաքագետն ասում է, եթե միայն տնտեսական լինեին հետևանքները, ապա հայաստանյան դիրքորոշումը համագործակցել Եվրամիության հետ, անգամ անդամակցել գուցե ընդունելի կլիներ։ Փորձագետն ընդգծում է, անվտանգային հարցեր էլ կան։ Չի կարելի լինել մի տնտեսական համակարգում եւ մեկ այլ հակոտնյա անվտանգային համակարգում։ Ռուսաստանի ասածը հետեւյալն է, եթե դուք ԵԱՏՄ-ում լինելով տնտեսական հարաբերություններ եք ստանում, հակառակ դեպքում կստացի, որ միայն ինչ օգտակար եք համարում վերջնում եք, ինչ մեզ կարող էր օգտակար դել, դրանից հրաժարվում եք։ Եթե Հայաստանը փաստացի սառեցրել է հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ ու պնդում է, թե պարտավորությունները այդ կառույցը չի կատարում, մյուս կողմից Կրեմլի հետ կապերը էլ հինը չեն, ապա ինչ ունենք կորցնելու։ Քաղաքագետը համոզված է, անվտանգային հարցերը որոշվում են շահերով, իսկ արևմտյան շահերը մեր տարածաշրջանում համընկնում են թուրքականի հետ։ Կարող ենք միջին միջանցքի բացման ու վերահսկողության կորստի վտանգի առջև կանգնել։ Եվրամիության համար շատ կարևոր է, որ միջին միջանցքը բացվի։ Այսինքն Թուրքիան Ադրբեջանի հետ եւ Կենտրոնական Ասիայի հետ ուղիղ անխոչնդոտ կապ ունեն եւ որ այդ կապը լինի ռուսական վերահսկողությունից դուրս։ Եթե արևմուտքը կարողանա Ադրբեջանին եւ Թուրքիային ճնշել, որպեսզի առանց ռազմական ագրեսիայի հարցը բացվի, դա կլինի հրաշալի լուծում։ Բայց արևմուտքի համար մեծ հաշվով էական չի այդ տարածքը, Զանգեզուրի միջանցքը կամ Շիրակի միջանցքը մեր վերահսկողության տակ կլինի թե Ադրբեջանի։ Բայց Հայաստանի գործադիրով օրենսդիրով արդեն անցել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագիծը։ Փաստացի Հայաստանն այդ գործը ձեռնարկել է լինելով ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ պետություն։ Քաղաքագետն էլ է ասում, քաղաքական ու տնտեսական հակասությունը մեծ է, պետք է կողմնորոշվել։ Տիգրան Կուրգինյան, ժամը լրատվական։